Շնորհակալություն տղաներին, գիտեք մենք ես վերջերս նկատել ենք այս ահագին վերջերս, որ ամեն բան գնալով թահանգանում է ապրանքների մասին է խոսքը ու այսօրվա իմ էջը կլինի նվիրված թահանգացումներին։ Օրինակ բենզինը այնքան է թահանգացել, որ տոնական սեղանին դնում են շամպայն, վիսկի ու բենզին։ Ձեթը այնքան է թահանգացել, որ կարտոֆիլը ջրով են տապակում։ Սոխը այնքան է թահանգացել, որ գինը հարցնելուց են լացում։ Շաքարավազը այնքան է թահանգացել, որ թեյը ավազով են խմում։ Ոչխարի միսը այնքան է թահանգացել, որ ոչխարը դարձել է կոմպլիմենտ։ Տավարի միսը այնքան է թահանգացել, որ տավարի միս են տենում, ասում են I miss you։ Գրեչկեն այնքան է թահանգացել, որ մատանիների վրա գրեչկայի հատիկ են գցում։ Խնձորը այնքան է թահանգացել, որ կարմիր խնձոր էլ չեն անում։ Կարտոշկեն այնքան է թահանգացել, որ մրգերի հետ են դնում։ Ալյուրը այնքան է թահանգացել, որ որոշները քաշում են քթերները։ Պանիրը այնքան է թահանգացել, որ մեկին ասում ես, «Էս ինչ լավ հոտ է գալիս վրայիցդ», ասում է պանիրի։ Ասում ես ինչ պանիրի, ասում է Yves Saint Laurent։ Պանիրը նաև այնքան է թահանգացել, որ Victoria's Secret-ի սթրինգերը թել պանիրով են։ Եվ հացը այնքան է թահանգացել, որ հարսանիքների ժամանակ խորովածը բերում են, հետո ասում են ախորժակ բայք մի 20 րոպեից հացը կբերեն։ Չարենց, շնորհակալություն։